այս պահին բանակի քեֆ է նշվում։ Իսկ դու հարցրուս որ իմ մորը Հայկը, մեր անուշախվերը, հունվարի 8-ին ուղևորվելու է, մեկնելու է հայոց բանակ։ Հավատա, խաղալ անցնեն տարիները, դժվար սահող րոպեները։ Չի կարողացել գալ, բայց մենք ենք եկել ու նրա ներկան ենք ստանում։ Կզգում է։ Խաղալ անցնեն Հայկի բանակի քեֆին եկել են նրա ընկերները, ովքեր արդեն բանակում են։ հաղթությամբ թող կանտում, սաման պահող տղաները։ Մենք այս ճանապարհներով այսօր պետք է գնանք հասնենք աշտարակ։ Բարեկամներ, հիմա գտնվում ենք Սուրբ Մարինե եկեղեցում աշտարակի։ Շատ հարազատ բժշկուհու Էլենայի ծննդյանորը շնորհավորենք։ Ես ճիշտ եմ զգում, որ ձեր ծնունդն է այսօր, չէ՞։ Ես ճիշտ եմ զգում։ Որդին Վաչե Սարգսյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նվիրում եմ մեծ սիրով ձեզ առողջություն։ Գնում ենք Սրբազան օջախ, որտեղ շատ լավ մարդիկ են բնակվում։ Այսօր մենք հասել ենք քաղաք Մասիս, Բարև ձեզ 7-րդ մանկապարտեզի գեղեցիկ անձնակազմ, հա ծափեր տվեք։ որտեղ ունենք շատ գեղեցիկ առիթ։ Ուր է աշխարհի ամենասիրուն անուն ունեցող տատիկը։ Մայրիկի եւ տատիկի ծննդյանոր։ Ով կլինի։ Համ հոյակապ մայրիկ է, համ հոյակապ տատիկ, այդ իսկ պատճառով նրա Թորնիկների մատախարնը, ձեր աշիկը նույնպես։ Ու այս բոլոր ծաղիկները ձեր թորնիկների կողմից են։ դուստերը եւ թորնիկները որոշել են ուրախություն ու սեր խոստովանեն նրան։ Ինձ իհարկե, ինձ հիմա ներող կլնե, գիտեք ինչի համար։ Այսիշ գեղեցիկ ծննդյան ձայներ են լսվում։ Ծափեր ենք տալի։ Ու մենք զգուշությամբ հասնենք մեր տիկին Արևին ու շնորհավորենք նրա ծննդյան օրը։ Ես պայքի, բայց ամենավերջից ես բռնում։ Թորնիկներին էլ անպայման պետք է ծաղիկը տալու եմ գոռը տա։ Այս շաշեր արա։ Բարեկամներ, հարգանքներս այսօր օրը սկսեց մոտավորապես Հովտաշատի կողմերը։ Հովտաշատ յուղ ենք համարյա հասնում, բայց Հովտաշատում չենք, հիմա ուրիշ տեղում ենք հաստատ, յուղի անունը պետք է ճշտենք ասենք։ Հիմա մենք եկել ենք այս գեղեցիկ ռեստորան, որի անունն է Թանգարան։ Այն մեզ իր գիրկն է առնում, այստեղ այս պահին բանակի քեֆ է նշվում։ Հայկը, մեր անուշախվերը, հունվարի 8-ին ուղևորվելու է, մեկնելու է հայոց բանակ։ Անեք, չէ, դուք հիմա աստեն նստած եք, հելել եք ուղակի դուրս, թե Ես ինքը չի տեսել։ չի տեսել, չգիտի որ եկել եք։ Արշնամտնելու հետո դուք։ Արա, ուժեղ ախպեր, արդեն սկսի։ Բա որտեղ եք ախպերը լինում, որտեղից եք եկել հերու, մարզով ասեք։ Քանակերից եմ ես։ Հա, դուք բան, քանակերից։ Մի խոսքով Հայկի բանակի քեֆին եկել են նրա ընկերները, ովքեր արդեն բանակում են եւ ընտրել են 2 տարին, ոչ թե 5-ը, ինչի առիթով ես ինձ լավ զգացի մի քիչ, որովհետեւ հələ ձիգտաղը կան, հալալա, որոշել են դժվար 2 տարի ծառայել։ Այն 5 տարին էլ հարց չկա, բայց 2 տարին դժվար է, էլի, հա։ Ախպեր, մի խոսքով ձեր անունները ասեք տեմ կհիշեմ։ Անուշավան Արման, Անուշավան, Անուշախպեր Վիճակ, Անուշավան, Անուշավան։ Բարեկամներ, այսօր մեր Հայկ Անուշախվոր բանակի քեֆն է, նա հունվարի 8-ին գնալու է զորակոչվի հայոց բանակի շարքերը եւ ծառայի հանուն հայրենիքի։ Այդ առիթով հավաքվել են նրա բոլոր հարազատները, նշում են այդ օրը, հպարտանում են ու մեծ ողջավորությամբ ճանապարհում բանակ մեր Անուշախվորը Հայկին։ Եվ այսօր ունենք անակնկալ Հայկի մի քույրիկը Մարիամ այստեղ է, իսկ մյուս քույրիկը Տաթևը այստեղ չի, նա գնացել է Գերմանիա, հետևաբար մենք ենք եկել նրա անունից, շնորհավորենք, ուրախություն բերենք, ներկան ստանանք, եղբորը ուժ տանք, մայրիկին ծաղիկներ, քույրիկին ծաղիկներ, հայրիկին կոնյակ, աղբորն էլ ուղղակի դուխ տանք։ Բայց ճանապարհին, երբ որ իջանք այստեղ, պարզ դարձավ, որ եկել են նաև Հայկի ընկերները, Անուշավանը եւ Արմանը, Արմանը եւ Անուշավանը, նրանք ծառայում են, եկել են օտպուսկ եւ եկել են ընկերոջ բանակի քեֆին։ Պատկերացնում ես ինչ է զորա։ Էդ էլ մենք կհայտարարենք, էլի կասենք, այսքան անակնկալները չի ավարտվում, որովհետեւ էլի ունենք անակնկալ։ Տաթևի անակնկալից հետո կլինի Հայկի ընկերների անակնկալը, այնպես որ Հայկը
շատ ուժեղ դուխով գնալու է ծառայի։ Վարդյաններ անց դուրս կգա հանդիսավարը, ում հետ մենք կբարիշենք, կպայմանավորվենք ու կմտնենք ներս։ Բարի օր, աղբերս, ո՞նց ես։ Այ դու ես վարում, ինչ է։ Կյանքի ուրբան ի՞նչ կա։ Ամեն բան հիանալի է, լսի։ Բան անենք, ինչ են անում աղբեր, այդ երկը դրել եք։ Չկան չեմ ապարելու։ Դու երեք ինստումա։ Այ ապրես, մի կանչի ապարելու։ Այդքան է շտապ չեմ, բայց բան անենք, հենց էս պահին։ Ասա Մարգարյան Ստեփան կամ ասա ոչ մեկ։ Всё, չէ, Մարգարյան Ստեփան, միանշան է։ Բա քո անն էլ ինձ հիշեցի։ Տարոն էր, եկավ ու ասաց, դու չունես պրոբլեմ։ Սպասված աղբեր է եկել։ Սպասված Անուշ աղբեր։ Անուշ աղբեր։ Անուշ աղբեր։ Մե հրաշք, մե ուժեղ, մե Անուշ աղբեր։ Աղբերներ, արջի քշեք առաջ։ Այսպես բերեք։ Հենց որ ես կասեմ էլի անակնկալկա ներս կմտնեք, օքեյ։ Հա, պատրաստեք։ Մի գատովի։ Շնորհակալ եմ Ծարուն ջան, չթողեցի շատ ծառեմ, բարեկամս, հարգանքներս ինչպես եք, լավ է տրամադրությունը, հա, հələ ասեք լավ է, ասեք, ծափերով ասեք, լավ է, ընտիրա, հզոր, շատ լավ է, դե մի հատ բան անենք, իրար այդ ծափեր տանք թող մեր Հայկը, խրող քայլերով, ախորտեղ ասեմ դա, այստեղ, այս կենտրոնն է, Հայկ արի, ծափերը տվեք թող գա։ Բարեկամս, դու ունես անակնկալ, բարով ես ուժ հավաքել, մեծացել ու գնում ես բանակ ծառայելու։ Շատ ուրախալի, հանգամանք, փաստ ու բոլորն են հավաքվել քեզ ուժ տալու, ոգևորելու եւ քեզանով հպարտանալու։ Բայց մարդիկ կան, որ չեն կարողացել հավաքվել, որովհետեւ պարզ է, հեռու են, չեն կարողացել գալ։ Բայց մենք ենք եկել ենք աղբեր, ստենք, հոգով ենք։ Ու եկել ենք այստեղ, ուզում ենք նաեւ հրավիրել մեր Հայկին ամենաշատը սպասողներին այդ 2 տարին, ովքեր են լինելու, հենց դու ասա։ Ընկերներս։ Չէ, այ ապեր, դու ընկերության տղա ես, ես տեմ եմ կռուգի տղա ես, բայց մինչև ընկերները։ Մայրիկը, Հայրիկը և քույրիկը։ Մարիամ, քույրիկ, Լուսինե, քույրիկ, դուք էլ եկեք, և իհարկե Ռազմիկ մեծ աղբեր ուր ես, եկեք, ընտանիքով հավաքվեք, հիմա դուք կհասկանաք ես ձեզ ինչու եմ կանչել։ Որովհետև ի նշան համբերության, սիրո ու որ վստահ լինենք, որ մեր Հայկը ծառայելու է անպայման հետ գա, մի հատ էլի մամային գրկի այնպես, ինչպես որ հենց հիմա է գրկելու, Հայկ ինչքան սեր ու ջիդյար ունես, այդ ջիդյարով գրկի մամային մետ պաչի կարը ծաղիկն էլ նվերի։ Ծաղիկով մի հատ գրկի, բայց Գեղեցիկ է, համոզիչ գրկես, չէ վստահ, չէ որ ծառայելու ու գա ուրիշ տարբերակ չունենք։ Անպայման, ես շատ վստահ եմ, որ իմ տղեն լավ ծառայել է ու կա։ Նա արծվի հայացք ունի, անպայման այդպես էլ լինելու է, ես էլ եմ վստահ ու բոլորն եմ վստահ, իրենց ծափերով եմ վստահ իհարկե։ Այո, այս ծափերը ձեր գեղեցիկ ընտանիքի համար են, իսկ հիմա Հայկ, ևս մեկ ծաղիկներ, կուզենայի որ նվիրեիր քույրիկիդ, ու էլի գրկեիր, որովհետև երկրորդ շատ սպասող հուզվողը դա քույրիկդ է լինելու։ Նվիրի։ Ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ օգու անբաժան բաժին, քեզ հետ եմ քայլի մարել առաջին, ուր ես գնում։ Քույրիկդ էլ շատ է սպասելու քեզ ու բոլորն են սպասելու, մնաց համարյա թե մնաց ևս մեկ սպասող, ես էլ պապայի համար ենք բերել, մեծ աղբերը Ռազմիկ, արի մոտիկ, հիմա գիտես ինչ եմ ուզում անեմ, կոնյակ էլի տամ մեր Հայկին, թող նվիրի քեզ, ու մեր քեզ է գրկե էլի, պապային էլ թող գրկի, հա։ Դժվար սահող ռոպեները, հաղթությամբ թող կանտում, Այդ դրա համար եկել է, հլը հան, ուրեմ էս կոնյակը, քո չափ ծառայելու է, հենց որ հետ գաս, ավարտես ծառայություն պարկով վերադառնաս, բացելու եք ու Անուշ անեք, զգում եք իշ սիրուն նկարը,
Դուք զգում եք, չէ՞։ Այս նկարի մեջ կա մեկը, ով էս պայն էստեղ չի։ Մեր տաթևն է, լավ կլներ որ գարան, այս ճոխ կլներ։ Չի կարողացել գալ, բայց մենք ենք եկել ու նրա ներկան ենք ստանում։ Ձեզ բոլորից շատ է սիրում ու շնորհակալ եմ, որ այստեղ ներկա եք իր եղբոր բանակի քեֆին։ Տաթևը բոլորի օդային համբույրներ ավարտում։ Եվ իհարկե ես ուզում եմ բան կազմակերպենք իրար հետ, այն որ ասի ընկերներս են շատ է սպասելու։ Էդ ուր են սպասում, եկեք մատ գցենք օդ բռնենք ընկերներ։ Ընկերներ, այդտենց ընկեր ալում, բա ուր են ընկերները։ Նայ հա, նայ ինչ եմ ասում։ Դու էլի անակնկալուն ես, հա։ Այդ անակնկալը մի քիչ մեծ է, որ ասեք թող գա, էլի։ Եկավ։ Ընկեր եմ ասել, ընկերներիդ կողմից է, բայց դե որ ընկերների, հələ դու ասա։ Ասեցի, շատ լավ ասեցի։ Արամի Վաշի, Արմանի և Անուշավանի։ Ինչից ես զգում, որ իրանց կողմից է։ Ենց եմ զգում։ Գիտես, դες արջեկել է քո այդ պարի, որ պարես դու հասկանալու ես։ Իրանց կողմից է, թե չէ։ Ձենտուր, DJ թողը տժան իրար հետ, արջեկել է, ուրախացնի, հա։ Խաղաղանցնեն տարիները, դժվար սահող րոպեները, հաղթությամբ թող կանտում սաման պահող տղաները։ Արման ու Անուշավանը եկել են օդբուս։ Սամանում հպարտ զինվորը, հսկում է մեր խաղաղ քունը, որ Բայց մինչև պարել է, սա բոլորս էլ համաձայն ենք, չէ՞ որ մատ հայկին գցենք վերև։ Բանկերներն ուր են։ Ընկերներ, եկեք մատ հայկին անենք օթերով, էլի։ Գնում է ծառայի, գնում է մեր հայրենիքը պայի բոլորիս համար։ Արա ուր են ընկերները։ Այնպես էլ ասած ընկերներս են կարոտել։ Ընկերներ, ստեյք։ Այ ախպերես չէ թողում տենայի, հելեք մատ հայկին բան սիրում գցենք օդ բռնենք։ Դուք էլ ծափեր տվեք, որ այդ ամեն չլինի։ Դավա 3-4 դուք ես գցի։ կանտում սաման պահող տղաները։ Չորս հին դրամատրություն ծափերը բարձր տարոն արիկամ ես ես գնամ։ Շնորհակալ եմ բոլորից էլ։ Ապրեսնիկերը շնորհակալություն, ստեսություն միշտ հանդիպում ախպերստակ, դուր ապրեսնես բարձր դրամատրությամբ է DJ ջան, աչեցել է միասել ես կատ բոլոր Բարեկամներ, Ելփինից դեպի Զանգակատուն տանող միջպետական ճանապարհն եմ այրուղին։ Երեկվանից այստեղ ֆուրերը ուղղակի չեն կարող շարժվեն, որոշ ֆուրեր, որոշները գնում են, որոշները էլի վիճակի չեն, այսպես ճանապարհի կողքին գեղեցիկ սիրուն կանգնած են։ Մենք էլ անդադ գալիս ենք նրանց շրջանցում գնում ենք, այնա փրկարար բարեկամներն են եկել, հատուկ շնորհակալություններ փրկարարներին, փրկարարներ ապրեց, շնորհակալ։ Մեր Վայոց-Ձորի փրկարարներն են միշտ պատրաստ արծիվների պես հսկում են մեր անդորը, որ հանկարծ ոչ մեկ փորձանքի մեջ չմնա ու չընկնի։ Հալալ է, ինչ խոսք։ Այս է ֆուրը, աչում կանցնենք ֆուրը մենք, որովհետև մենք այդտեղ եկենք չենք սիրում խանգարել շատ ոչ ոքի, հետևաբար անցնենք գնանք մեր բարեկային ծառայողներն են, բարևներ եւ բոլորով եկել են, որ ամփորձանք երթևեկություն կազմակերպեն բարեկամներ։ Հիանալի է։ Մենք այս ճանապարհներով այսօր պետք է գնանք հասնենք աշտարակ։ Այնքան շուտ ենք դուրս եկել, ամեն դեպքում զապասով ենք դուրս եկել, պայստային ժամանակով ենք դուրս եկել, որ հանկարծ ինչ էլ լինի ճանապարհին, մենք գնանք հասնենք մեր ուրախ գործին, ուրախացնենք շատ լավ անձնավորության։ Ինձ լուրեր են ասել, որ մեր հայրենակիցներից շատերը բավականին ժամանակ է ձյուն չեն տեսել հայոց աշխարհի ճանապարհներին, մենք էլ ցույց ենք տալիս ձյունը, ցույց ենք տալիս ձմեռը, այն համ ուրախալի է, համ տխրելի, որոշ մարդկանց համար ճակատագրական։ Բոլորիդ ուզում եմ մաղթել ամփոփցակի երթևեկություն, կրկնակի շատ ուշադրություն, որովհետև նման ժամանակներ ճանապարհները դառնում են շատ վտանգավոր։ Տեսեք այնտեղ նույնպես ֆուրերը
մնացել են կանգնած, որովհետև ֆուրը այնպիսի տեխնիկա է, որ կարող է աճ ու ձախ տանել ու խանգարել մնացած երթևեկության մասնակիցներին։ Հետևաբար, որպեսզի կատաֆալկա չգա քո ետևից, ֆուրերը կանգնել են։ Օրինակ, այստեղ, այնպես ամպերատար սպասում են։ Հանել են իրենց գազերն են հանել, գեղամը եկավ անցավ իմ ընկերը, գազերը հանել են, դրել են կոֆե են սարքում։ Հիմա տեսեք մի ֆուր մանևրում է, տեսեք, նա չի կարողացել բարձրանալ։ Մանևրում է, մենք որպես փոքրիկ մեքենա պետք է զիջենք նրան, որ հանկարծ քարսություն չլինի։ Հիմա տեսեք ինչ լարված է։ Պատկերացրեք ամեն պահի կարող է սողալ ֆուրը։ Կարանք, բայց պետք չէ էլի վարդան, պետք է զիջող ենք։ Շատ կարևոր է զիջելու բանաձևին տիրապետելը։ Օպելը ասում է, ես հնարավոր է չկարողանամ արգելակել։ Այո, խառն է երթևեկության իրավիճակը։ Բայց պետք է նշեմ, որ այստեղի պատասխանատուները իրենց գործը շատ լավ են անում, ընկերներ։ Ագին բարդ է այստեղ աշխատել, ինչպես տեսակ ֆուրերը ճանապարհի մեջ խանգարում են, չեն հասցնում մաքրել։ Հենա, մի հատ մակրո մեքենա էլ պատրաստ կանգնել է, հեսա մի քիչ հետո դուրս կգա ու այս ամեն ինչը կմաքրի, ասֆալտը կբացվի ու վտանգը կանցնի։ Հենց հիմա դուրս եկավ։ Ապրի, մեր հերոսներն են, մեր ճանապարհային հերոսներն են, ընկերներ։ Բոլորը միասին պայքարում են, որ ճանապարհը մաքուր մնա։ Կարամ չէ բան անեմ։ Կեղտոտ լրագրողը լեմ կամ կեղտոտ մարդը լեմ, ինչքան վատ բան տենում եմ, ասեմ, «Արա, այս ինչ ձև է, այս ինչ ճանապարհ չեմ մաքրել բան»։ Բայց մաքուր է, ընկերներ։ Սա մաքուր է արդեն համարվում, որովհետև դժվար է այսքանին տեր կանգնել, երբ որ չկա ձուն, չկա ու միանգամից լիքը ձուն է գալիս։ Ես կիմ ավտոն հավես չեմ արել մաքրել։ Դե ինչ, գնանք տեսնենք էլ ինչ բարդ իրավիճակներ կան, վերևում էլ կա հաստատ կնկարենք։ Տիգրանաշենի ոլորաններն են, ընկերներ, եկանք ու հասանք արդեն այս սիրուն չնաշխարհիկ բնապատկերը, որը զարդարվել է ձյունով, ճերմակով, հələ տեսեք ինչ սիրուն են սարերը, այս սարերը ցույց տու էլի։ Այդ է ցույց տու ու էսի, այս կարմիրը տես ինչ սիրուն այլ է։ Այսօր մենք մտածված մի քիչ շուտ ենք դուրս եկել աշտարակ գնալու եւ ճանապարհին ինչքան գեղեցիկ տեսարաններ լինեն նկարելու ենք եւ ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ ասել, որ մենք ունենք արդեն Անուշ աղբեր շորերի բան էլի տեսականի։ Ով ուզում է կարող է պատվիրել։ Պատվիրում եք, մենք փոստով կուղարկենք կգա։ Կամ մենք կբերենք կտանք, չէ՞։ Մեր համար խնդիր չի։ Ով ուզում է ունենալ Անուշ աղբեր կամ Անուշ քույրիկ շորերից, մենակ Անուշ քույրիկ էլ թողել է աղբեր։ Ուզում մարդուս կարող մեկ ուզում Անուշ քույրիկ լինի։ Հա, всё, թողնի։ Ինչ ուզեք էլի։ Մեր բրենդն է էսի։ Հուսանք ինչ որ մեծ բարձունքների կհասնենք։ Հույս ունենք մենք նման ձևի։ Իսկ սա մեր մեքենան է այս պահի դրությամբ ձնածածկ Եղեգնաձորի ձյունը, օրը լարի տես ոնց է մեջտեղից բանել է կիսվե։ Ընկերներ, իմ գյուղի հարազատ գյուղի ձյունը վերցրել եմ, տանում եմ աշտարակ, տեսնենք կհասնի աշտարակ, թե չէ։ Նստի Վարդան, նստի գնացինք։ Բավական մի ժամանակ է մենք չենք նկարել Արարատյան դաշտավայրը, Մասիսնուսիսը։ Այսօր այդ օրն է, նկարում ենք եւ նրանք ծածկվել են մառախուղի մեջ ու չեն երևում, բայց նրանց հովիտը երևում է, որտեղ ստեղծագործում է հայ մարդը, հզոր հայ արարատցին, արտաշատցին եւ Արարատյան դաշտավայրի բոլոր ժողովուրդը աշխատում են, ստեղծագործում եւ գնում առաջ։ Իսկ մենք անցնում ենք նրանց աշխատանքի կողքով, հիանում ենք ամեն անգամ եւ ուզում որ էլ ավելի լավ լինի նրանց գործերը, հզորանան ու ձեռանան։ Սառնախտուրի ջուր խմեմ, կարոտը սառնեմ, եղբայրը որ չու։ Բարեկամներ, Արագած լեռն է հեռվում, գեղեցիկ լուսա ճերմակ, ձյունը նրան զարդարել է ու գեղեցկացրել։ Իսկ մենք այս գեղեցիկ ճանապարհով գնում ենք աշտարակ քաղաք, շատ սիրված անձնավորության ծննդյան օր շնորհավոր ենք։ Տեսեք ձմեռ պապիկը։ Տեսեք ինչ սիրուն ձմեռ պապիկ են սարքել։ Ահա որ ձյունը գալիս է, հենց այդպես էլ լինում է։ Աղջից ձախից ձմեռ պապիկներ են։ Մուտք են գործում քաղաք աշտարակ եւ մի քիչ արգելակելով են մուտք գործում, որովհետեւ այստեղ մի քիչ վտանգավոր է ոնց որ։ Գեղեցիկ է աշտարակը, ինչ խոսք։ Լավ քաղաք է աշտարակը, հանգստի քաղաք է, վիլա 35-ով քաղաք է։ Ով է գնացել վիլա 35, շատ գեղեցիկ տեղ է, տաքացվող լողաբազանով եւ նման այլ գեղեցիկ հարմարություններով։ Բարեկամներ, աշտարակ քաղաքի գեղեցիկ զարդարանքն է
տոնա, ծառը, հրապարակն է երևելի աշտանքի, չէ՞ Վարդան։ Ինչ ես կարծում։ Տեսիր սիրուն զանգակ է։ Ամանորյա ղողանջ է լցվում այս զանգակին նայելիս։ Բամբակ է վաճառում Անուշ աղբերը, քաղցր աղբերը։ Արդեն ցուրտը եկավ ու ճանապարհը սառած է ընկերներ։ Հիմա պետք է շատ զգուշ լինել, որ հանկարծ չլինի այնպես, որ մեքենան սկսի չենթարկվել։ Արջևից նորակառույց է վեր խոյանում։ Ով է այնտեղ բնակարան գնել, եթե գնել եք անպայման ասեք իմանանք լավ տեղա, տեսարանը լավ է թե չէ։ Սա էլ դպրոց է իմ կարծիքով։ Առաջին հայացքից հենց այս տպավորությունն է ստեղծում եւ այդպես էլ կա երևի թե ուրիշ սիրուն է, նայ ժամացուցով բանով, բայց ոնց եվրոպեյսկի դպրոց է։ Ինչա դպրոց է նայել։ Շկոլա համար 1-ն է ախպեր։ Դպրոցը համար 1-ի կողքով անցանք բարեկամներ։ Տելևիզոր են դրել, տեսեք։ Վիտե կարդիոյի տելևիզորներ։ Մենք որոշել են գնանք եկեղեցի նկարենք, միշտ մեր հոբելյարը Երևանից կհասնի աշտարակ ու կգնանք միասին ուրախացնելու նրան իր բարեկամների կողմից։ Շնորհակալական շնորհավորանք ծննդյան օրը, իհարկե շատ գեղեցիկ օրը, ինչ սիրուն է։ Այստեղ մենք առաջին անգամ ենք եկեղեցու անունը Սուրբ Մարինե։ Սուրբ Մարինե եկեղեցում ենք ընկերներ։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Սուրբ Մարինե եկեղեցում աշտարակի, շատ գեղեցիկ է, երևի թե 17-րդ դար կլինի, արի մատ կարդանք էլի, չգիտեմ ոնց ինֆորմացիա հավաքենք։ 1271 հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի թեմ աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցի 1271-ից 1281 թվականներին է կառուցվել, 10 տարում են կառուցել այս գեղեցիկ հրաշքը, Սուրբ հրաշքը եւ մենք հիմա գտնվում ենք նրա կողքին։ Երևի պատարակ են անելու Վարդան իմ կարծիքով, հա, որովհետեւ ներսում լույսեր են վառվում, իսկ մենք օրա մասիսնուսիս ինչ սիրուն են երևում։ Հին ժամանակներում մեր հայրենակիցները, մեր պապերը հատուկ տեղեր են կառուցել եկեղեցիները, հատուկ էներգետիկ դաշտով տեղեր։ Լույսերը տվեցին լուսավոր է, թե մեր հոգիներում, թե մեր շրջակայքը։ Հրաշք է ուղակի, ընկերներ։ Ասեմ ձեզ, որ լավ էլ ցուրտ է։ Ներս կարա մտնենք։ Հեն կողմից, հլտեն։ Չէ, ախպեր, ես շարունակություն ունի։ Խորանն է, ախպեր, ես տեսել մտնում դիմում ես, հա։ Աստված սեր է։ Բարեկամներ, ահա մենք եկանք, հասանք աշտարակ եւ մեր հասցեն ենք հասնում արդեն, բան չի մնում հասնենք եւ այսօրվա մեր պատմությունը բարեկամության մասին է, սրտացավ աշխատանքի եւ լավ մարդ լինելու մասին է։ Մենք հիմա գնում ենք շատ հարազատ բժշկուհու Էլենայի ծննդյան օրը շնորհավորենք, ում որդին Վաչե Սարգսյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Փառքով անցել է պատերազմը եւ եկել է տուն, մայրիկին էլ գրկել է։ Մի խոսքով գնում ենք Սրբազան օջախ, որտեղ շատ լավ մարդիկ են բնակվում, հերոս մարդիկ են բնակվում։ Իսկ մենք այսօր եկել ենք շնորհավորենք մեր Ելենա քույրիկի ծննդյան օրը իր աշխատանքի, իր բարեխղճության շնորհիվ ձեռք բերված բարեկամների կողմից, Սեդայի Ժաննայի Սարգիսի կողմից Ռուսաստանից։ Նրանք որոշել են ուրախացնեն իրենց շատ սիրելի բժշկուհուն։ Իսկ մենք գնում ենք նրանց սերը, հարգանքը հասցնենք ու շնորհավորենք։ Արդեն մենք նրանց տան մոտ ենք։ Զգում ես Վարդան։ Նա վերևի տունն է։ Հիմա իջնենք ու գնանք անակնկալն անելու։ Բարեկամներ, մենք հիմա գնում ենք Էլենա քույրիկին, ասենք, ծնունդը շնորհավոր, հարգված անձնավորություն, դուք ով ապրած գեղեցիկ կյանքում շատ բարեկամներ ես ունեցել եւ այսօր այդ բարեկամներից մի քանիսը որոշել են ասեն thank you։ Սեր մեր աղբոր BMW-ի պագիշկան այրի ծակվել է։
Կամերա չկա, չէ՞։ Հասնում ես։ Արի գնացինք։ Հուսանք անակնկալ կստացվի ընկերներ։ Նախատոնական, անակնկալ։ Ո՞նց են գնում։ Արի, հեսա մաքրած հետքերով գնանք։ Արում են լույսեր, արա կաղա չեն եկե։ Նեն, հա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Էլենա Քույրիկի տունը չի։ Բա ուր է նա։ Մեր բժշկուհին որտեղ է։ Ոչինչ որ սխալ ենք եկել։ Ոտներս խերով ձեր օջախ։ Հələ ասեք որտեղ է իրանցն։ Էս օրյա ծնունդն է։ Տատիկս, հա։ Բականն ի՞նչ է։ Սիսի այմաննա։ Սուսի։ Այդ կաղա է որ նայում են։ Չէ, էնի չէ։ Դուրս պետք է կա փողոց մեր տան դիմացի պուտկեն որ կա, նրա տակի պուտկենն է։ Տակի տունն է, երկու հարկից տուն է։ Հա, շնորհակալ եմ։ Ապրես։ Հա, ապրես տատի ջան։ Առողջ ելես, լավ ելնես։ Էս ինչ սիրուն ծաղիկներ ունես, ապշոս ամառ չի, ծաղկացկելեր կհիանայինք։ Շնորհակալ ենք շատ, տատիկ։ Տատիկը փոքր ինչ վախեցավ, բայց չտարակուսեց եւ ասաց ընկեր ջան սխալ եք եկե։ Հələ գնացեք Պուտկայի ներքև երկու արկանք տունը։ Ախ ես ասեմ մտել ինչ որ տոնական տրամադրվածություն չկա։ Որը շունը հանդը, դա ինչ որ վիթխարի մեջ շունակ։ Ախպեր բաստե ոնց ենք մտնում։ Հա? Հենա դա պասա։ Էս աստեղ են, վարդան, արի, արան, զլայա սաբակա, ախպեր, ստե զլայա սաբակա կա, հննայի։ Արա բաբուր զլայա սաբակա ալի, ախպեր, ինչ անենք, ոնց անենք, հույնա զլայա սաբակա։ Ջոգում ես մեկ իշտում են դեիս գա, ախպեր։ Որը հաստատել ունեն, ձեն էլ լսվում է։ Ում համար շուն է, ում համար կանկուրենտ։ Շուն ունեն իրանք։ Ասում հա։ Հա, լավ։ Դե որ կապացա գնացիք։ Խոսքով կաղա այսա շամբաժին դառնանք։ Արա ես բարի եմ, ինձի չուտես։ Ես քո ընկերն եմ, արա։ Բարև ձեզ։ Հաստատ ես ճիշտ եմ զգում, որ ձեր ծնունդն է այսօր, չէ՞։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը, տանը ով կա որ ծափեր հնչեցնի ձեր համար հատուկ։ Բարև ձեզ մայրիկ ջան, ինչպես եք։ Բարի ախորժակ, մեծ ծափեր տվեք, մեր Էլենա Քույրիկի ծննդյան օրն է այսօր։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը, եկել ենք մենք ձեզ շնորհավորենք, ուրախացնենք, հարգանք ու սեր հասցնենք հեռուներից։ Դուք այնքան լավ մարդ եք, անձնավորություն եք ու բժշկուհի, որ ձեր բժշկա, ես ասում եմ բժշկուհի, իմ համար դուք այլևս բժշկուհի եք, որովհետև դուք բժշկել եք մարդկանց, ոչ միայն մարմնապես, այլ հոգեպես, նրանք շատ շոյված են ու ձեզ ուզում են շնորհակալություն հայտնեն ու սենց սիրուն անակնկալ անեն։ Ապրես, տատիկս, ապրես, մալադեց, շատ լավ ծափեր տեղ։ Ես քաղցրությունը ընդունեք, հելը ձեր բարեկամների կողմից, ձեր որդին այստեղ է մեր Վաչեն ուրա։ Վաչեն, գնացել է մամայի ծննդը նշի։ Ես եմ մաման։ Հա, էլի, գնացել է մամայի ծննդը նշի, ինգերներով էլի, ասե ախպեր, ես որ իմ սարքության ծննդյան օրն է։ Դե լավ, որ տանը ով կա, որ կարա ծաղիկը նվիրի։ Ես եմ մենակ որ տամ, հա, դե նվիրում եմ մեծ սիրով։ Սեր ու հարգանք, միշտ պահեք այդ հարգանք ու սեր, հլը, մի րոպե Էլենա Քույրիկ։ Հա, ես ինադու արեցի այդ բանը, որովհետև այսօր ձեր օրն է, դուք պետք է ուրախ լինեք և իմանաք ում կողմից է անակնկալը, կասկածներ կան։ Հա, ով են, հələ ասեք։ Սեդան, Թամարը Սարգիսը։ Հա, լավ էլ ես ասեմ, և իհարկե Ժաննա էլ կար։ Ժաննան նույնպես, նրանք բոլորով շնորհավորում են ձեր ծննդյան օրը, մաղթում են աշխարհի ամեն լավ բաները։ Առողջ լինեք, որ մնացածն էլ առողջություն տակ։ Հպարտ են ձեր դստերով, ձեր հարցն է թե դուստերը։ Աղջիկդ է, շատ լավ է, ընտիր։ Բա ինչ ունես ասել, մի բան մաղթի եթանք։ Ես ասել եմ երջանկություն, առողջություն։ Երևում է երջանիկա, աչքերը փայլում են։ Այսպես միշտ փայլը թող լինի, առողջ եղեք, լավ եղեք։ Մենք գնում ենք։ Այն անչեք դարպասին գրեզը լայա սաբակա, ես է վախեցած եկել եմ։
Այն փոքր շունն է այսքան։ Այսքան, հա։ Մենզա։ Չէ, բախելը գնացել է։ Ահա գնում ենք տենանք, մենք որ իր մասին կարդացել ենք, պետք է իրան տենանք։ Այն կոմերն է, բայց հնարավոր է խոսքի կապը կտրի գամեր վրա, հա։ Հեյ, ինչ անունը, Ջոնի։ Ֆիլիա, բարև։ Գերմանական ավչարկա Ֆիլիան, այդ դու ես զլայասաբական։ Ավչարկա, օրը ասում որ գլուխը անցնում է, կարա դուզ գա։ Հելանք, դավայ Ֆիլիա։ Օրա փախ, հա, լավ շուներ, բայց գլուխը բանդակից հանեց, դժվար է գլուխ հանելն է, մնացածն է։ Ինքը բան է, հա, պրինցիպանք է, որ դուրս չի գա։ Մենք գնում ենք Եղեգնաձոր։ Ձեր մոտել ցուրտ է, մեր մոտելա ցուրտ, գնանք հասնենք ամփորձանք տուն, շատ շնորհակալ ենք ձեզ ջերմը։ Շնորհավոր եմ տղա ջան, Այդ տենց էլ լինելու է, բոլորիս նոր տարիներն է շնորհավոր լինելու, ձեզ լավ օր։ Այսպես միշտ փայլեք, մենք գնացինք բարեկամներ, ահա, անակնկալը տեղ հասավ, ափսոս մեր 44 օրյա պատերազմի մասնակցին Անուշ աղբորը մեր հերոսին չտեսանք, մեր Վաչե Սարգսյանին։ Սարգսյան Վաչեն մեր Անուշ աղբերը անցնելով 44 օրյայի դժվար օրերով եկել հասել է օջախ եւ հիմա էլ ընկերների հետ գնացել է նշելու իր սրբության ծննդյան օրը։ Մալադեց։ Չէ, էլ կասկածում։ Հիմա այս դաժան ճանապարհներով մենք պետք է գնանք Եղեգնաձոր։ Արկածները անպակաս են լինելու, վստահ եմ։ Դու ես վստահ։ Գնացինք։ Հա, գնացինք։ Բարեկամներ, իմ հարազատ թաղի ձմեռն է։ Մեքենայի վրայի ձունը ցույց չտամ էլ, որովհետև արդեն նստել եմ մեքենան, բայց ահա որ ալը տեսեք, սա փակ է, որ պատկերացնեք 20-30-25 սանտիմետր ձուն է։ Լուրջ վարտի գործակներ, տեսեք ինչ սիրուն է, բան են, ասես որ ձեր էր դնում եմ, կոտոշ ճակատին, ինչ է դրանց անում։ Միա երջուր։ Միա երջուր։ Միա երջուրի գույներով է։ Hello Kitty գույներով վարտեր, հա։ Բարեկամներ, հարգանքներս, այսօր մենք հասել ենք քաղաք Մասիս, այսինքն դեռ չենք հասել, հիմա ենք հասնում, քիչ հետո մուտք կգործենք Մասիս քաղաք, որտեղ ունենք շատ գեղեցիկ առիթ, նրբագեղ առիթ, մայրիկի եւ տատիկի ծննդյան օր, այսինքն միևնույն ազնվորությունը համ հոյակապ մայրիկ է, համ հոյակապ տատիկ, այդ իսկ պատճառով նրա դուստրը եւ թորնիկները որոշել են ուրախություն ու սեր խոստովանել նրան իր ծննդյան օրվա առթիվ։ Գնում ենք հիմա համար 7 պարտեզ Մասիս քաղաքի, որտեղ նրա աղջիկը Կարինեն եւ թորնիկները Վազգենը, Ամալյան, Աննան եւ Մարինեն որոշել են տատիկին շնորհավորեն, ասեն տատիկ, մենք քեզ շատ ենք սիրում, առողջ եղիր, լավ եղիր, որ գանք քեզ ու գրկենք։ Գանք քեզ գրկենք, գանք հասնենք Հայաստան ու քեզ գրկենք, սիրենք ու քեզ շատ ենք սիրում, կարոտել ենք։ Անֆինա տատիկը չի էլ կասկածում, որ մենք արդեն Մասիսում ենք եւ եկել ենք նրան ուրախացնենք։ Հարցն այն է, թե նա մեզ կճանաչի, թե ոչ, թե հետո կճանաչի։ Ամեն դեպքում մենք գնում ենք ուրախ, ես մտածում եմ, որ Անֆինա տատիկը իմ տատիկն է։ Այդպես եմ զգում ու գնում եմ իմ տատիկի ծննդը շնորհավորեմ թորնիկների եւ նրա դստեր կողմից իհարկե։ Եվրոպայից է շնորհավորանքները։ Իսկ մենք գտնվում ենք գեղեցիկ Մասիս քաղաքում, որտեղ այս փողոցում միշտ կտեսնես իրար վրա լցված մեքենաներ, որովհետև խիտ է երթևեկությունը։ Մեքենաների քանակը շատացել է հայոց աշխարհում, այդ իսկ պատճառով խցանումների պակաս ուղղակի չենք ունենում։ Միշտ էլ մեքենաները շատ են եւ Աստված չանի մի երկու հոգի կպան իրար ու վերջ, սկսեց ահասարսուր խցանումը։ 7-րդ պարտեզը շատ լավ պարտեզ է։ Անֆինա տատիկն էլ մեր փոքրիկների խոհարարուհին է։ Համով բաներ է սարքում, ուտում են, ուղեղները շատանում, լսում են դաստիարակներին ու լավ բալիկներ են մեծանում։ Մենք հպարտությամբ ենք գնում շնորհավորելու Անֆինա տատիկի ծննդյան օրը, չէ՞ որ նա մեր փոքրիկ սերունդին լավ կերակուրներ է պատրաստում։ Առողջություն նրան, լիքը սեր ու հարգանք, որ երկար մնա, համով բաներ սարքի։ Փաստորեն Անֆինա տատիկը մենակ իր թորնիկների համար համով բաներ չսարքե, բոլորի համար է սարքե։ Ով ճանաչում է Անֆինա տատիկին, մի հատ ասեք, գովացեք, գովաբանեք, որովհետև այսօր նրա օրն է, այսօր նրա ծննդյան օրն է եւ ով ուրախ է նրա ծննդով, պետք է հիմա արտահայտի ուրախությունը։ Արտահայտի ու շնորհակալություն հայտնի, որ այդքան լավ Անֆինա տատիկ ունենք մենք։ Անֆինա տատիկը բոլորի տատիկն է։ Բայց անակնկալը 3 թորների կողմից է եւ նրա դստեր։ Հենց այդպես էլ ստացվել է։
Իսկ հիմա մենք հասնում ենք Մասիսի ներքևում գտնվող գեղեցիկ շրջանաձև երթևեկությունը։ Վազգենը, Ամալյան, Աննան եւ Մարինեն շատ են սիրում իրենց տատիկին։ Դրա համար էլ մենք ենք եկել հասել Մասիս։ Այդ սերն է մեզ բերել այստեղ։ Թող բոլոր թորնիկներին այս տատիկներին շատ սիրեն, իսկ մենք այսպես կգնանք, կհասնենք տեղ ու շնորհավորանքներ կհասցնենք տեղ։ Էս ի՞նչ գործարան է։ Ինչքան շատ մեքենաներ կան կայանված։ Սիգարետային գործարանն է։ Մասիս տոբակոն է սա։ Հա, Մասիս տոբակոն ընկերներ։ Գրանտ տոբակո էլ կա, Մասիս տոբակո էլ։ Այս սիրունա էլի ճոխա չէ սարկած։ Ես մոռացա նշել, որ մեզ հետ է նաև Նաիր բարեկամը։ Նաիր, ինչպես ես։ Ասեմ, եկել է մեզ հետ, որպեսզի տանի արցախյան փախլավա։ Նրան պատիվ են տվել իր ընկերները, պատրաստել են, ասել են արի տար։ Նա էլ եկել է Երևան մեզ հետ, որ գնանք փախլավան վերցնենք ու տանենք։ Այնպես որ մնացեք մեզ հետ, որ տեսնեք փախլավայի վերջը։ Հնարավոր է Նաիրը տուն չհասցնի փախլավան, քանի որ այստեղ փախլավա ուտող անուշ աղբերներ ունենք։ Մենք հասանք Պարտեզ, հա։ Զգում եմ Պարտեզի հոտ է գալիս։ Անֆինա տատիկի պատրաստած ճաշերի հոտն է գալիս այստեղից արդեն։ Երևաց Պարտեզ ընկերներ։ Ոխ, ես ինչ է լավ Պարտեզը Երևանում պես։ Չդպած, չշփած։ Կանք արդեն անվերվերի ճանապարհ, որտեղ գնացքի վրա բան են նկարել, այն խաղը ոնց են, որ նկարում փախնման գնում հետևից պահակա, այդպես վիճակը է դե։ Ես գիտեմ Հայաստան չկա, տես ինչ սիրուն աշտարակա։ Շատ գեղեցիկ տեղում ենք, ղամիշներն են աչից ընկերներ, ղամշաշատ է այստեղ։ Վարդան, հաստատ ճիշտ է, չէ՞ գծե։ Ահա, Պարտեզի դռները տեսա, ոզնին է երևում, ընկերներ, նապաստակն ու ոզնին։ Իսկ արջուկն ու նապաստակը թողներ են, հասանք Պարտեզ մենք, ու ասենք շնորհավորներ։ Եկամներ, հիմա մենք 7-րդ Պարտեզի դիմաց պատրաստվեցինք եւ հիմա գնում ենք ռուսերեն ասած շտուրմի, գնում ենք Անֆինա տատիկին ուրախություն տանենք ու մեզ հետ են նաեւ նրա բարեկամները, դուստերը եւ թորնիկները, անգամ հարց թորնիկն է մեզ հետ եւ հարցը տատիկին հենց տատիկա պրիզնատ գալի, տեսեք ինչ սիրուն է սարքե, Վարդան տես ինչ սիրունություն է, կտրտել են ամբադողերը եւ կառուցել գեղեցիկ մանկական իրավիճակ, հիմա գնանք գտնենք այն հիանալի անձնակազմին, ով հավաքվել է եւ Անֆինա տատիկի ծննդյան օրն է նշում։ Հուսանք նրանք մեզ չնկատեցին, որովհետեւ պետք չի որ նկատեն։ Մեն ուրեք ամանորյա շունչ է 7-րդ Պարտեզում։ Շատ լավ են պատրաստվել։ Հա, ասենք։ Երևի աղբեր, ես ըստե գրած է։ ՀՀ, Արարատի, Մարզի, մանկապարտեզ, Թիվիոտ, Մսուր մանկապարտեզ, Հոակն է։ Եկել են բոլորը, եկել եք ինչ է, բարև ձեզ։ Շատ գեղեցիկ եք ի սկզբանե ասեմ, ու շատ գեղեցիկ զարդարել եք, բարև ձեզ։ Ոչի տեսել մեզ Անֆինա տատիկը։ Կաղա մեր հոբելյարնը։ Չէ։ Եք հանեմ դուս։ Չէ, գնանք իրար հետ ընդեղ նստել եք քեփեք, չէ։ Բարև ձեզ 7-րդ մանկապարտեզի գեղեցիկ անձնակազմ։ Ուր է աշխարհի ամենասիրուն անուն ունեցող տատիկը։ Անֆինա տատիկն ուր է։ Ուր է։ Ո՞վ է։ Կուզեի ծնվել ես Շնորհավորում ենք ձեր ծննդյան օրը, հələ տեսեք ինչ լավ ցկցկոց են դրել ձեր համար։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Դուք ունեք անակնկալ։ Ձեզ բերել ենք քաղցրություն, ուրախություն հերուներից։ Մի հատ երազանք պահեք, ուրախացեք, ժպտացեք։ Շատ լավ ամեն, տեսեք ինչքան շատ են ձեզ սիրում։ Թե այստեղ, թե հերվում, իսկ թե ով է հերվում ձեզ սիրում, դա ես հետո կասեմ։ Հա, դե երազանք պահեք, չեք։ Ապրեք, շնորհակալ ենք շատ, ինչպես նկատում եք, մենք ձեզ բերել ենք լիքը ծաղիկներ, որ ամեն ծաղիկը տալուց ես հարցնել եմ ում կողմից է, շատ են անակնկալ արողներ, ես մեկ, ով կլի, Թորնիկս, աղջիկս, թորնիկներս իհարկե։ Անֆինա տատիկը շատ լավ համու հոտ ունի ու զգաց մի անգամից, որ հա, թորնիկների մատխարն է, ձեր աղջիկը նույնպես ու
Այս բոլոր ծաղիկները ձեր թորնիկների կողմից են։ Եսել եմ տալիս։ Ինձ իհարկե պես քո նոր պապով Դեք ինձի համար, չգիտեք, հա, չգիտեն, հա, որ խաղայի ես անհոգոց ընկներ Էսի բանն է, էլի, էսի հեշտ է հավաքվում, հա, սա այն լպրծուն մանր բաների չէ, էլի, մենք մտածել ենք, համել թոմնա, տոնական է, շնորհավոր ձեր ծննդյան օրը, իսկ հիմա ես ձեզ համար մեկ ուրիշ անակնկալ անեմ, հələ տեսեք որտեղից են մեզ նայում, ով են նայում, իմացաք, հա, ովքեր են, ձեր դուստերը, թորները, Հարսիկ Ամալիա թորնիկը, ձեզ շատ են սիրում, պաչում են ձեզ, ծափեք տվեք հա, դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, շնորհակալ ենք լավ դիմավորելու համար մեզ, շատ լավ դիմավորեցիք, հայ, ուզում եմ զորով նստեմ ձեր հետ պիցա ուտեմ, բայց չէ, ձեզ լավ որ, ձեզ լավ որ, մենք գնացիք, շնորհակալ ենք լավ ընդունելու համար մեզ, շատ լավ պարտեզ ունեք, շատ լավ եք պահում, էսի սիրունակ, կոկիկ, ամեն ինչը մտածված, դե գնացինք, հարգելի մասիսցիներ, լավ մնացեք, շնորհակալ եմ շատ, ապրեք, սա աղբաման է, այլի ամեն ինչը հիանալի է, հա, աղբեր սրանց նկարիր, բուրատինոյին նկարիր, ես շուտ վայնց այսպես անդադ սարկում եք ու պահում եք, հա, մալադեց, նկատեցիք, որ այդքան էլ հաջողություն ձեզ, թիվ 7 մանկապարտեզ, լավ մնացեք, մենք հպարտ էինք, որ ձեր մոտ եկանք, տեսեք ընկերներ, իրականում հին է պարտեզը, բայց մարդկանց հոգիներն են նոր և ուրախ, ինչը մենք նկատեցինք զարդարանքից, լավ կոլեկտիվից, ընտիրեր, չէ, կուզերից ես պարտեզում ծառայել աղբեր, ես կուզեի, այս ես պարտեզ կուզենայի, աշխատեի, չէ, սովորեի բանանեի, փոքր երեխալն էի, էլի, ուսուցանվեի, հերվում մռայլ կերպով կանգնած է մի մեքենա, որը արդեն կարծես թե կեղտոտվել է, պետք է լվանանք, բայց եղանակային պայմանները ասում են աղբեր համբերի կլվանաս, թող արև վասվի կլվանաս, որովհետև հիմա իմաստ չկա լվանալու, լվաս 2 րոպե հետո նույնն է, դե ինչ ընկերներ, ով սիրում է իր տատիկին, լայքի բաժանորդագրվի տարածի, ով մասից է առավել ևս, ով չգիտեր 7-րդ պարտեզի մասին, իմացեք, որովհետև այստեղ ուղղակի հրաշք է, այստեղ մանկական հեքիաթն է ապրում եւ ամեն ինչը, ամեն մանրուքը մտածել են, որ շատ գեղեցիկ լինի այս պարտեզը։ Հետևաբար ես այս պարտեզին կմաղթեմ միայն շատ կարևոր մի բան, որ վերանորոգեն ավելի գեղեցիկ կլինի։ Թեկուզ կարա վերանորոգեն այս բարի ոգին դուրս գա պարտեզից, էլ թող չվերանորոգեն, թող այնքան որ դզրտեն, այս միշտ լինի, չէ՞։ Սիրուն էր, էլի։ Դե գնացինք ընկերներ։ Բարեկամներ, մենք հիմա ասել ենք Արենի, հնամենի Արենի, գինու բնորան, գինու նախանախահայր, գինու ստեղծման բնակավայր։ Սա ամբողջ աշխարհում մեկ թող իմանան, առաջի գինին մեր պապերն են սարքել, մեր պապերն են հյուրասիրել մնացածին, մնացածն էլ գողացել են բանաձևը, գնացել սկսել են այդ գործը անել, էլի հալալ է իրանց թող անեն, բայց մենք առաջինն ենք եղել ու մնալու ենք այդպես առաջինը, որովհետև այստեղ են գտել ամենահին գինու տակառները գինու հետքերով։ Հիմա մենք Արենից ուղևորվում ենք ուղիղ Քարագլուխ, որտեղ էլ ավելի սաստիկ է եղանակը, փորձություններով ենք գնալու, բայց մինչ այդ մենք Արենի մեկ խանութ պետք է մուտք գործենք, Արենի մեկ խանութ կա, որը ցանց է Վայոց ձորում եւ շատ լավ խանութ է։ Իմ ընկերոջ խանութն է, բայց այնպես չի որ ընկերա դրա համար եմ, էլի գովաբանում։ Լավ խանութ է, որակով, ասենք գյուղի մեջ սուպերմարկետ, դա ամեն մարդ չի անի, այդքան գումար չի ներդնի, բայց այս մարդիկ ներդրել են ու ստացել են հոյակապ ցիվիլ իրավիճակ։ Հիմա գնում ենք մեկ տորտ վերցնենք ու շարժվենք դեպի Քարագլուխ։ Երեխաները հերվում սահնակով ուզում են սահելու տեղ գտնեն ու սահեն, ապրեն ձմեռը, ես է սիգնալ տամ աղբերներին, հետո իրանք կտենան, որ ես ինձ տեսել եմ ոնց է չլնի, որովհետև վստահ եմ, որ հետևում են ինձ գաղտնագողի, ոչ բացահայտ, ամեն մեկը մի անկյունում նստած միացնում է հեռախոսը ու դիտում է, ես դա զգում եմ, իսկ հիմա մի քիչ այն կողմ Արենու
գինուտակարն է, խորհրդանշական, որը խորհրդանշում է գինու հայրենիք, գինու ծննդավայր, իսկ մենք մուտք ենք գործում այս հրաշք գյուղը բնակեցված հրաշք մարդկանցով։ Վերևում Սուրբ Աստվածածինն է Արենի գյուղի, օրհնություն է գյուղի վրա, 13-րդ դար, եւ հենց նման ձևով են մեր հայրենակիցները, մեր նախնիները, մեր պապերը հիմնել գյուղեր։ Սկզբում պետք է անպայման լիներ հավատքի տեղ, որովհետև եկեղեցին միշտ եղել է մեզ ուղղորդող մեր պատմության մեջ։ Դրա համար առաջինը հավատքի հարցն են լուծել, փայլել է հավատքը, միտքը, աստվածային շնորհը եւ մարդիկ սկսել են կառուցել տներ, սրբազան հայ օջախներ ու բնակվել իրենց բնակավայրում։ Այնպես որ եկեղեցիները միշտ ունեցել են կարևոր դեր մեր պատմության մեջ, մեր ինքնության մեջ։ Չենք մոռանում եւ որ Խաչիկ Արենցին է Արենի գյուղից։ Արենցի Խաչիկը մի հրաշք անձնավորություն է, ով պահում է հայկականը, հայոց ոգին իր երկերի շնորհիվ։ Ապրես Խաչիկ Արենցի։ Հիմա մենք ձեր ու մեր գյուղում ենք, քո ծննդավայրում։ Հենց Արենցին այդպես է լինում։ Մեկը գինի է սարքում, մյուսը լավ երգեր հայրենասիրական։ Այս դեպքում Խաչիկ Արենցի հնչի Հովանես, այս դեպքում ծլնգա Խաչիկ Արենցի մեզ։ Ոգի տա, ոգևորի մեզ, որ գնանք տորտ գնենք։ Ահա քիչ հետո հասնում ենք Արենի մեկ խանութին, որը հենց գյուղի կենտրոնում է։ Սա Արենի գյուղի կենտրոնական մասն է, ընկերներ։ Այստեղից շատ գեղեցիկ ձևով աճ ենք անում ու գնում ենք կայանատեղի Արենի մեկի։ Այս սիթիի նման չի, ստե հերթեր չեն, ստեղ զիջելու պահ չկա, միշտ կայնելու տեղ ունես, մտնում ես արագ-առևտուր ես անում ու դուրս ես գալիս։ Բարեկամներ, վերցնելով տորթը, եկանք հասանք Թարաթում, որտեղ Լապլանդիային բնորոշ ձմեռ է։ Այստեղ, հա? Հա քարագլուխ, ես ինչ ասեմ։ Հա Թարաթում բկողնա, ոչինչ, Թարաթումն էլ է մերը, բոլորը մերն են, բարեկամ, չառանձնացնենք։ Հարությունյան Արսենը Թարաթմբից մեր հրաշալի գրող բանաստեղծը, ում մասին մենք ունենք տեսանյութ, այնպես որ կարող եք մտնել, գրել Արսեն Հարությունյան եւ կբերի այդ տեսանյութը, կտեսնեք երկու տեսանյութ ունենք ընկերներ նրա հետ ու երրորդն էլ շուտով կլինի։ Շատ շուտով հնարավոր է ձմռան ցրտին լինի։ Այստեղ բարեկամներ ապրում են մեր հայրենակիցները այս հզոր ձնառատ պայմաններում եւ ստեղծագործում են լավ էլ հարուստ են տեղը տեղին, մանավանդ քարագլխեցիները ընկերներ, ասեմ ձեզ, այս քարերի վրա գյուղ կառուցելով նրանք մեկ է մնում են հայ, իրենց գենը պահում են եւ ստեղծագործում։ Այսօր գնում ենք Սիրված Մայրիկի ծննդյանոր շնորհավորենք մեծ սիրով դստեր կողմից Ռուսաստանից, նա շատ է սիրում մեր տեսանյութերը նայել, այդ իսկ պատճառով մենք ենք գնում, եկել ենք Քարագլուխ, շատ գեղեցիկ անակնկալի ետևից, անակնկալի որս ենք անում մենք։ Հիմա ձնառատ է, ճանապարհը ամբողջովին ձյուն է, մենք զգուշությամբ առաջ ենք գնում, մի քիչ էլ շուտ ենք եկել պայմանավորվածից, որովհետև ես մտածում եմ, որ ձյունը գնալով ավելի կշատանա եւ էլ ավելի շատ խնդիրներ կստեղծի, քանի խնդիրները շատ չեն, գանք մեր բարի գործը անենք ու վերադառնանք, հասկանում ես Վարդան։ Այդպես պետք է արվի, որ ամեն ինչ լավ լինի, թե չէ ինչ իմանաս, որտեղից գայլը դուրս կգա ու համք կանի։ Պետք է զգուշանալ գայլից, երբ որ ձնառատ է, իսկ երբ որ առատ բաներ կա ու այդ առատությունը հնարավոր է քեզ վնաս տա, շուտ լուծում գտիր, բարեկամ։ Լուծումները հաճախ ամենաճիշտ բանն են։ Ուր եմ խորացել։ Գնում ենք Քարագլուխ եւ ասեմ ձեզ, որ Քարագլխում տեսեք գրել են իմ սրտի Քարագլուխ հայոց դրոշով ու սրտիկով։ Այո, քարագլխեցիները ռոմանտիկ բաներ անում են։ Եվ հենց գյուղի սկզբից հասկանում ես, որ ռոմանտիկան սկսավ։ Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում, ձյունը իջնում է թեթև, ձյունը իր հեքիաթն է պատմում։ Արծաթե թիթեռնիկներ, փոկված կապույտ երազներից, թևածելով իջան ներքև, թրջին պարբրի սմեր, միացրեցի չոտկը ու մաքրեց, երասկոտ հաթիլներին հեռացրեց։ Ահա ընկերներ, տեսեք մի քիչ առաջի փողոցը պետք է գտնենք Քարագլխի, հուսամ նշել են։ Տեսեք աչից ֆուտբոլի դաշտ, վոլեյբոլի դաշտ է, որը կառուցել են գյուղի հենց մեծահարուստները, գյուղի կայացած մարդիկ իրենց գյուղին թասիբով են վերաբերվել եւ ստեղծել են գեղեցիկ ժամանցի վայր իրենց գյուղացիների համար։
մատաղ սերնդին օգնում են, որ պայծառ նայեն ապագային։ Այստեղ էլ բասկետբոլն է, բասկետբոլի դաշտն է։ Այո, ընկերներ, այսպիսի գյուղ ենք եկել մենք, որտեղի կայացած մարդիկ ուր էլ լինեն, աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրենց գյուղին ուշադիր են։ Երթևեկում ենք Քարագլխով, Քարագլուխն է կադրերում։ Պետք է մարդ գտնենք ու ճշտենք առաջի փողոցը Վեննա, որպեսզի գնանք հասնենք մեր նպատակներին։ Մանուկ ենք նկատում, որը սահնակով սահում է գյուղի փողոցներում, ջերմուկի ящիկն էլ հա գնում է աղբեր ջան Անուշ աղբեր, ես այդ մեզ ջերմուկ առնես։ Բա ինչ ես անում։ Լիմոնադ, հա էլի կլինի։ Լսի առաջ փողոցը գիտես որն է։ Քարագլխեցի ես աղբեր։ Ապրես։ Դե լայմ է։ Աղետ էլ աղբեր։ Բարի։ Գրական էր խոսում այս Անուշ աղբերը ինձ հետ, ինչը հաճելի էր, ինչ արած։ Ես էլ սկսեցի յուղավարի խոսել, որ իմանա ես սաբո եմ, էլի։ Չմտածի Երևանից եմ եկել։ Իշտենք սահնակ վարելու։ Ամեն ինչ էլ կարող ենք։ Լքված սահնակ ենք նկատել ընկերներ ու շատ հնարավոր է։ Ռիթապից մարդիկ են եկել Քարագլուխ ինչ է։ Ամեն աղբերս դու ոնց ես, մասիս տաբակի։ Լավ ասաղ, ես այշտը մտ իրարը ծաղկա կշենք։ Աղբերս։ Մեծ կշենք հոր։ Կշենք միշտ կգրեն մեզ, հա։ Աղբեր ազատ ծանկա ունեք։ Եկավ։ Եկիրի աղբեր։ Ազատ բարի։ Լավ եք աղբեր։ Ալեմ նորմալ սխմի այ աղբեր, Քարագլխեցու նման բարի։ Չուպաչուպս ես, ուտել աղբեր, հա։ Տղներ, եկել են մատկռուգով էշն է աղբեր։ Բայց վարդան տոյել ուրիշ սանկա կաստես Հիշել ենք մեր մանկությունը նորմալ լումա կադրերը, կաղա հեռախոսը վերցել։ Կարս նստեսի մետևը։ Կարամ լույս բերեմ։ Չէ լավ էլ ինչ։ Արի հելի։ Նստես։ Հա տղներ, էլ այ։ Էլ եք աղբեր։ Քարագլխում ձմեռը հրապուրիչ է։ Եկեք սանկա քշելու, բայց ասեմ մեր դիքը որ ելնում էի, մեր բարձունքը որ բարձանում էի, Կազարդարան։ Այնտեղ հավաքվել են երեխաները քշում էին։ Սիրտս քաշեց, բայց հոգնած էի, Վարդան ասեցի լավ, թող մնա մեկ ուրիշ անգամ։ Ինչ իմանայի, որ մեկ ուրիշ անգամը հենց Քարագլխում է լինելու։ Գնում ենք էյան չաշելու։ Այկա Աղբեր, էլի հելնենք։ Այս կռու։ Դղերք եկեք սա ովիս ես։ Կաղա պոեզիա անենք իշն է։ Էլի աղբեր։ Հա։ Պոեզով աղբեր։ Մեն վաղտ անես էր, տեսքել եք այդ։ Դու նստի ռուլավիկ աղբեր։ Հա, եկեք։ Երկուսով իշխես չեմ նկար։ Լավ ռուլավիկ եմ։ Օրա։ Օրը ის բեսամ փեթալ ենք, հա։ Ամերա միացել ես։ Ափի։ Օրը էսի շատ ուժեղ է։ Հելա, շո։ Օրա։ Ay şaşırana. Çinga kara. Cozalt mahara. Bana rahmet. Cepet pani ne be? Mahvet. Ana hop mahvet. Nasıl? Noşti ahmet. Ay sen tanıdın işte. Nasıl kabak be? Buri treni var mı? Şey. Kapıdi. Ahmet sen nasıl? Es mes tanıdın. Buri şey afko beşten. Gennati. Motoru bekle. Mek. Hoppa, apnonari. Me atalıyım. Ahpenli. Davайте. Hem haberin zaten tepsistan. Yes. Nasıl böyle yaptım? Hem maggeres kalsın. Şöyle lilaket. Ya nasıl? Bastım mı? Çip bastım. Ahpenli ahpenli. Եթե սանկայով կարանգան թողան հետներես։ Եթե չէ կնացի։ Կամաց։ Ինչի պահով։ Իշտեմ ներքև, չէ՞։ Փոշտի մոտ է դա աղբեր։ Բա։ Էստե, հա։ Որը որ դասան ես բա։ Անդ ինչա։ Այս յանց դու նախ բեր։
Հա, այն մեկը։ Էս ա չէ աղբեր։ Եվ սա էսա քաշին կայնանք աղբեր, չէ։ Ես կայնում ենք, դիրքավորում ենք, տենան գեր։ Չէ, չէ աղբեր, իրանց տատիկի ծնունդն է։ Մենք հենց նոր սահնակշեցինք, հիշեցինք մեր մանկությունը եւ այստեղ է Էմինը, մեր բարեկամը օգնում է մեզ։ Հիմա իրար հետ բոմբ ենք պայթացնելու, դավայ։ Պայթացնում։ Լավ տեղ չգցի, չի լավ չի պայթի։ Լավ չի պայթի։ Տեսա, հələ մի հատ դու։ Սմես լավ պայթի։ Տես, սովորացնում եմ։ Էսի բայց ոնց որ բան թափած է։ Նայ, էսի կարաս, բայց իմացի, այսս կարաս բռնես պայթի, բայց ամենավերջից ես բռնում։ Ճոգիր, ամենավերջից պետք է բռնես, բայց չանես, հա, որ անկարծ բան չլի։ Կամ արի պարապեմար։ Հան, գիտես ձև, դավայ հələ։ Լրիվ ամենածեր, ասաղ թափել լավ բրենք այս թափտվես ցանկակշելուց։ Ամենածերից ապրես։ Այդ էս պահի, ես պահեմ։ Լավն է։ Դզեց։ Այսս զգուշ կլես էլի, միշտ պահի զգուշության կանոնները անվտանգության, բայց ռիսկով էլի, ճոգիր, որովհետև Հայաստանի ռիսկով տաղեկ են պետք են։ Հողազիկ չենք մենք աղբեր, ում դուրը չի գալի, թող եշեշ գերի։ Ահու դեբիլ չես արա, ես ինչ արիր այ աղբեր, լսպավ ծոց ես այ աղբեր, ծոցա գրպան ես լսպավ, վլա արածըտ նայի։ Տրճո, վարդան արի հետքերը նկարի, որ ես տուժրած եմ ես պայի։ Որը գոն է ուրիշ տեղից խապեիր, դամբուլ, բարի օր, բարի օր։ Աղբեր մեր տարեկալի էր էս։ Հնչին ենք այս, հա։ Նայեք դավաճանը ինչ դեմք ունի։ Այդ մոտավորապես տես դեմք ունեն դավաճանները, երբ որ բերում են ոչ թե մարդուն, այլ սրբությանը խփում են ձնագնդոյով։ Նա շարունակում է իր փստենքոտ պահելաձևը, արժե նրան պատժել։ Քանի որ իմ ընկերներն այստեղ են, ես կհորդորեմ բոլորով տարեք խփեք աղբեր, խփեք հələ, այսպես ձնակող արեք։ Տորտը լավ, տորտը աղբեր։ Այս շուստերի է սա։ Շուստերի է։ Ոայ, դա այդ տեխնոծանով միշտ զարգում։ Այսօր մեր Տիկին Արևի, Արև Մայրիկի ծննդյանորն է։ Արև է նրա անունը, բայց այսօր Լուսինը ավելի շատ է։ Դրա համար էլ մենք գնում ենք Արևի մոտ, գնում ենք դստեր շնորհավորանքները հասցնենք։ Ասեմ ձեզ նաև, որ նրա երկու թորնիկներն են Ռուսաստանից եկել ու հանգստանում են տատիկ պապիկի հետ։ Գորը եւ մյուսի անունը, աղջկա անունը չեմ հիշում, բայց անպայման սա հարցերը գցենք տեղ։ Որը ինչ հետաքրքիր կառույց է։ Ներսից են փակ է։ Հա էլի ոնց որ, հա։ Բացեցինք, օրը ռուսական ավտոելկաստ է։ Ռուսաստանից աղբեր մտ բան ար, էլի դարպասը արի հետներս փակ է, էլի։ Գնում ենք զգուշությամբ, հասնենք մեր Տիկին Արևին ու շնորհավորենք նրա ծննդյան օրը։ Թորնիկներին էլ անպայման պետք է ծաղիկը տալեմ գորը տա։ Ահա արդեն լսվում են ձայներ ծննդյան պահերով եւ այդ ձայների մեջ հիմա մի ձայն էլ կավելանա։ Դա կլինի իմ ձայնը, որը կավետի շնորհավորանք հեռուներից։ Այս ինչ գեղեցիկ ծննդյան ձայներ են լսվում։ Կա, ուր է մեր Արևը։ Տիկին Արև շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Եկել ենք ձեզ ուրախացնենք, հələ մի հատ ուրախացեք։ Հա։ Ապրեք ծապերի համար, շատ ապրեք։ Եկեք այստեղ գոնե։ Հա, բա ուր է ձեր կեսը։ Կեսից շատը։ Ամեն ծապերը չես նստի ենքան հեռու, հա։ Վախենալ ես։ Մենք եկել ենք ուրախություն բերենք, սեր ու հարգանք հեռուներից։ Սուսաննա։ Բեն չեն ընձի ասի արև հարևանները։
Ախ ինձ ասողը զանգում եմ չի պատասխան։ Քնիկ եմ մտածել են արև է։ Բայց դե լավ է, արևը լավ բան եմ ասել։ Մեծ ախպեր, աչքդ լույս լինի։ Բա ուր են ձեր երկու թորնիկները։ Գորը եւ Գոր եւ Ռոզա։ Գորը, Ռոզա, եկեք մա տատի պապի մոտ կանգնենք, հա, ախպեր, ինչ ես անեց ուրախ, շատ ես ուրախացե, հա։ Տատին շատ ես սիրում։ Բա քուրիկն ուրա։ Քուրիկն էլ եկավ, հա, բայց լավ սուրպրիզ արած կլնեն։ Հա, շատ։ Դե ուրեմն տիկին Սուսաննա, մի հատ լավ երազանք պահեք։ Ներող կլնեք, որ անունը սխալ ասեցի, սխալ էին հուշե ինֆորմացիան։ Լավ լինեք, առողջ լինեք։ Բա ում կողմից կլինի անակնկալը։ Աղջիկներիս կամ քույրիկիս։ Օ, լավ էր, բայց կիսատ էր, հեսա կասեմ ինչա կատարում։ Մամաս խաբորա տվել։ Հա։ Սաղ ասել, հա։ Դե ուրեմն երազանք պահի չի լավ, այդ շատ բաներ չասեմ, որ Առողջ ոլենք։ հա։ Հենց որ փչի սաղատ կպաչեք իրան։ Esconur papov Ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խղճի չափով Ես կացերությունը տամ, ուրեմն քանի որ ասեցիք աղջիկների, հնարավոր աղջիկների, բայց մեզ հետ կապնվել է մեր Մարինա քույրիկը։ Հա, կաղա այն մի աղջիկն էլ է խառը, չգիտեմ, ամեն դեպքում իմացեք ձեր երեխաներ ձեզ շատ ես չեմ տա։ Հələ տեսի սիրուն իմ պատիշն տաղայը։ Դու ինքը տա մատ էլ պաչի ոնց է պաչել սիրում է, էլի։ Մատ ջիջար, ես անգամ ավելի ջիջարով կպաչես։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտը Ուրախություն, փայլեր, այդ փայլերն ում մոտ եկավ։ Արդեն բախտավորվակ, իմացեք, տատի լավ է ասնում։ 93 տարեկան տատի։ Բանն աստեղծություն գիտես։ Երկել գիտի։ Երկը, այլը պետք է երկես հիմա։ Գալիս եմ մոտդ։ Դուք էլ ծափեր կտակ, էլի ես։ Հա, որ երկի, սկսի երկել ծափեր կտակ։ Տատի նստեմ կողը տանտի չա։ Երջանիկ, Ինչ։ Երջանիկ տատիկ, մատ երջանիկ պահեր պարքեվի մեզ, էլի։ ինչ։ Մատ երկի։ Սաղ ծափեր կտանք, հարգանքներ ես։ Դե դավայ, սպասում են, բոլորը քեզ են սպասում։ Ճամփորդեմ ջանի զուդբան Ճամփորդեմ ջանի զուդբան Կատվարով ջանը ծիրեկան Կատվարով ջանը ծիրեկան Eluri şumuçunem Menagenle balati Rubon Հա։ Şamamlan gel Çavaklan gel Mekmekan put Halaleda Halaleda Բաջա, տատի, ապրես որ պաչիս։ Մեծ աղբեր ռուբո, բարի դու պաչի, քո մասին էր երկում։ Չէ, արի պաչի, մատ պտի պաչես, հանադիկ։ Հետո չես պոշմանելու։ Ապրես որ պաչի, տատիս, այդպես ապրես, լավ ես, առողջ ես, հեսա։ Չէ, կան, բանը, ձուն է գալիս, մենք էլ նենց ավտեով չենք որ արխային մնանք, այդ պաչի մամային, հա ջան։ Ջերմությունից Ոտներս խերով ձեր օջախ, սերը մայրիկի հանդեպ շատ է, դիկին Սուսանա, հələ անդ սխալ ասիմ այդքան շատ է զոլ հյուրասես, բա որ ճիշտ ասում է։ Քույրասեր ենք, պիտի նստեք, քույրասի Արի մանա էլի ոնց որ։ Արի ախպեր, անջատի նստեք մեկը տոնի դաստիր մեկ։ Սենց գեղեցիկ նվերներ հասցնել իրենց հարազատներին։ Ապրես Ձեզ էլ հաջողություն, ուրել կեթակ միայն ուրախ սեղանների հանդիպեք եւ ուրախ առիթներով շնորհավորում։ Մեր մարմինը կենացա։ Ապրես։ Ձեզ լավոր կներեք։ Դիկի Սուսանա, ինձ սխալ ինֆորմացիա են տվել, բայց դուք արև եք, էլի։ Արև, իհարկե։ Դե լավ մնացեք, շնորհակալ եմ շատ։ Քարագլուխ գինա, շո աշխարհի կենտրոնի, մատ քարտացել է։ Սիրուն երկ։ 3 տող։ Davay։ Քաղցր ձենը տեսեք։ Ասկա երկիրեր, Հայաստանը մեր, բայց ինչքան ասես, տշնամի ուներ, բոլոր կողմերից հեռու գնացին, ձեր ձեռքի տված մեզ բերս գտեցին,
Հուսուսի տված արյուծի նման Ետ բերենք փողը Պարքը հայության Ապրես Արի քեզ տանեմ վերև դե Արի Տղային էջուցին եմ սանկա կշելու դասերից Գնանք Էմին աղբերը իր անգերների հետ սահնակ էր վարում Ընդհատեցինք նրա սահնակաշությունը Հիմա քարագլխի մեջով պտույտներ ենք անում մինչև որ մեր Էմին աղբորը հասցնենք իր անգերներին որտեղ նա եկավ Պարտաճանաչ մեզ ցույց տվեց օջախը որտեղ ծննդյան արարողություն էր ապրես բարեկամ իմ Նիվայով Ահա գնացինք Էմինին տանենք ընկերների մոտ Այնտեղ շարունակում է սահնակակշռությունը իսկ մենք գնում ենք Էմինին հասցնենք իր ընկերների մոտ Գեղեցիկ ձմեռ է Քարագլխում Քարագլուխը լավ յուղ է չէ Էմին Հա հարցոք տվելով տոնածառներ նկարենք նոր Լավ է իրեն պահում մեքենան, ահա քարագլխի գեղեցիկ համեստ տոնածառը Գնացինք բարեկամներ, Էմինին հասցնենք իր անգերներին ու գնանք